Բարույս երեկո, սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան, ուրեմն քիչ առաջ համացածում տենց տեսահոլովակների ականատես եղա, որ հայ մարդու այրանք ծարավ, այդ բերանը ծուր խոխի ճուտիկները, քարոզարշավի ժամանակ Ագիշտի Մեխակյանի սենց նկարի վրով են քայլում, յանեմից ուզում են ասեն, այ մենք սենց հելել ենք, տաղամարդ ենք, մեզնից բան ենք ներկայացնում, այդ տեսեք մենք կարանք մարդու նկարի վրով քայլենք։ Ուրեմն թող այդ բերանը ծուր խոխեն, պրիվետ ռոբիկը եւ իր ճատերը մի բան լավ հասկանան եւ անգաշներին օղանեն։ Հայ մարդը իրենցից վրեժ ունի լուծելու։ Հայ մարդը իր սրտով, իր ուզած ձևով, իր վրեժը չի լուծել այդ բերանը ծուր խոխից։ Եվ եթե դուք նկարի վրայով եք քայլում, հայ մարդիկ իրական ձեր վրով են քայլելու։ Հայ մարդիկ վերջնականապես քայլելու են իրական, այլ ոչ թե նկարի վրով, ռոբիկի կամ ռոբիկի ճատերի, այսինքն կիլլերների։ Այլ հայ մարդիկ քայլելու են ռոբիկի եւ ռոբիկի կիլլերների վրայով։ Քաղաքական մակարդակը ես նորից ուզում եմ շեշտեմ, որպեսզի ապահովագրված ծննեմ, այս խառը ժամանակներում ավելորդ դատարանների դռները չընկնեմ։ Քաղաքական մակարդակով այ ռոբիկի կիլլերներ, բերանը ծուրտիկ այդ խոխի կիլլերներ, հայ մարդու այրան ծարավի, հայ մարդու այրան կարոտ մնացածի կիլլերներ, հայ մարդ կենաց տասնյակ տարիներով արևանգած վախի, ստրախի մտնորդի տակ պահածի կիլլերներ, հայ մարդու հարստությունը իր անձնական հարստության համար օգտագործածի կիլլերներ, ուրեմն անգաշներ տողարեք, հայ մարդը իր սրտով, իր ուզած ձևով, ինչպես որ ինքն է ցանկանում, իր վրեժը ձեզնից չի լուծել, եւ քաղաքական մակարդակով հայ մարդը իրականում է քայլելու ձեր վրայով եւ հայ մարդկանց ոտքերի տակ տասնյակ տարիներով հայ մարդու ծածած այրունը ձեր բերանից վարար գետի նման հոսելու է։ Այդ որ հիմա նկարի վրով քայլում եք ու ձեզ տնում եք համարցակ տղուտեղ մտնելով համարցակ տղու կերպարի մեջ, անգաշներից օղարեք։ Քաղաքական մակարդակով ես սա շեշտում եմ ուղակի որ շեշտեմ։ Հայ մարդիկ քաղաքական մակարդակով բերանը ծուրտիկ խոխի եւ այդ խոխի կիլլերների վրայով քայլելու է։ Եվ այդ քայլելու ընթացքում հայ մարդկանց ոտքերի տակ տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը վարար գետի նման բերանը ծուրտիկ խոխի բերանից եւ իր կիլլերների բերանից հոսելու է վարար գետի նման։ Հայ մարդու դեմը խաղ չկա։ Ներվայնացած հայ մարդիկ։ Ես հասկանում եմ ձեր ներվայնությունը։ Ես հասկանում եմ ձեր ներվայնության պատճառները։ Ոմանք ներվայնացել են, ես օրինակ ին վրա եմ բերում, որպեսզի որևէ մեկին չպիտակավորեմ կամ որևէ մեկից լավը ինչ չձևացնեմ։ Հայ մարդկանցից ոմանք ներվայնացել են Մանվել Սարհատյանի պահվածքի պատճառով, որ այ Մանվել Սարհատյանը խիա իրանես ձև գորոս, որովհետև վարչապետ ընտրած քաղաքացին այդ գորոզությունն է ատում, որ այ ասում են վարչապետ ներկայացնող Մանվել Սարհատյանը հլատես իրանեսից ձևա գորոս պահել։ Ու այո, մեր մարդկանցից վարչապետ ընտրած մարդկանցից այդ գորոզության վրա ովքեր որ վարչապետ են ներկայացնում են, ներվայնացել են։ Ես հասկանում եմ ձեր ներվայնությունը։ Ես հասկանում եմ ձեր լեգիտիմ ներվայնությունը, բայց ձեր ցավը տանեմ, ես նաև հասկանում եմ, շատ լավ հասկանում եմ, որ նրանք ովքեր Մանվելի հասարակ գորոզ պահվածքից ներվայնացել են իրենց սեփական ընտրության վրա, իրենք ճիշտ ընտրություն են անելու։ Իրենք ընտրատեղամասում չեն հիշելու Մանվելի գորոզությունը եւ Մանվելով չեն չափելու իրենց ընտրությունը։ Մանվելը վարչապետի ներկայացնող տենց Մանվել Սարհատյանը այսօր կա վաղը չկա։ Բայց ձեր ընտրությունը հավերժ է ձեր սեփական ընտրությունը, որովհետեւ դա ձերն է, դա ձեր սեփականությունն է։ Եվ դուք ձեր ընտրությունով այդ նկարի վրով, այդ ովքեր որ նկարի վրով քայլում են, այդ դու իրանց վրայով կքայլեք, իրանց պապաների վրայով կքայլեք, քաղաքական պապաների։ Եվ այդ քայլելու ժամանակ ձեր ոտքերի տակ տասնյակ տարիներով ձեր ծծած այրունը վարար գետի նման կհոսա իրենց բերանից,
իրենց բերաններից։ Ես ձեր ցավը տանեմ, անկախ ձեր լեգիտիմ ջղայնությունից, մեկա ձեր դեմը խաղ չկա, դուք թացը չորից տարբերում եք, ես ձեր ցավը տանեմ, ձեր դեմը խաղ չի եղել, չկա եւ չի լինելու, որտեւ միակ ուժը, միակ հարստությունը դա դուք եք, ոչ մի անշարժ գույք, ոչ մի ֆինանսական տես միջոցներ, ոչ մի ոսկի, բրլյանտ, ադամանտ, չունի այն հարստությունը, այն ուժը, որ ինքներդ ամեն մեկդ ինքնուրույն ունեք։ Ձեզնից ուժեղը, ձեզնից հարուստը չկա։ Ես ձեր ցավը տանեմ։ Բերանդ ծուրտիկ խոխա, պերվետ ռոբիկ, հայ մարդիկ կամակարդակով քայլելու են ձեր վրա, քայլելու են քո կիլերների վրայով, քայլելու են քո վրայով, եւ հայ մարդկանց ոտքերի տակ վարար գետի նման հոսելու է ձեր բերանից այն արունը, որ դուք եք ծծել տասնյակ տարիներով։ Հայ մարդիկ, քանի որ հասկանում են, որ արդեն նորմալ մարդիկ արդեն պատրաստվում են քնելու, որ վաղ աշխատանքային օր է, ներողություն ես բառապաշարի համար, բայց պետք է օգտագործեմ, 1000 ներողություն եմ խնդրում։ Դե բնական է մարդիկ միջ քնելը օգտվում են։ Իսկ ինչ էր։ Ռոբիկը ճանճն է։ Ռոբիկը sense ռոբիկի կիլլերներից են։ Հասկանում եմ, որ նախ պետք է օգտվեք պետքարաններից եւ նոր անուշ քուն մտնեք։ Ես խնդրած կնեմ, նաեւ հիշեցրած կնեմ, որպեսզի խնայեք ձեր պետքարանները եւ ձեր բնական կարիքները հոգակ այդ բերանը ծուրտիկ խոխի դեմքին։ Այդ պրիվետ ռոբիկի բերանի մեջ, որովհետեւ դուք գիտեք, չէ՞, լավ էլ գիտեք, որ այս պետությունում ռոբիկը միան պետքարանի տեղ է օգտագործվում։ Այս պետությունում ռոբիկը, եթե ինչ որ մի բան իրենից ներկայացնում է, դա պետքարան է, որտեղ մարդիկ կարող են իրենց բնական կարիքները հոգան։ Խնայեք ձեր պետքարանները եւ ձեր բնական կարիքները հոգացեք պրիվետ ռոբիկի ծուր բերանի մեջ։ Ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Վերջնականապես մոտենում է հայ մարդու վերջնական, որ վերջակետը պետք է արդեն դնվի, վրեժի ժամանակը, որ հայ մարդը պետք է վերջնականապես իր սրտով, իր ուզած ձևով, քաղաքական մակարդակով, տասնյակ տարիներով կուտակված եւ սպասված իր վրեժը լուծի այդ բերանը ծուրտիկ խոխից եւ իր կիլլերներից, այն կիլլերներից, ովքեր տասնյակ տարիներով հայ մարդկանց հետապնդում էին, հայ մարդկանց հետապնդում էին, վախի եւ ստրախի մտնոլորտի մեջ պահելով, եւ հայ մարդիկ իրենց ձևով, իրենց ուզած ձևով սպասված վրեժը կլուծեն, տասնյակ տարիներով իրենց հետապնդած վախի ստրախի մեջ պահած կիլլերներից եւ այդ կիլլերների պապաներից, քաղաքական պապաներից եւ պրիվետ ռոբիկը բերանը ծուրտիկ եւ իր կիլլերները կհայտնվեն հայ մարդկանց ոտքերի տակ եւ հայ մարդիկ կքայլեն իրանց վրայով եւ այդ քայլելի ընթացքում հայ մարդկանց ոտքերի տակ ռոբիկի եւ ռոբիկի կիլլերների բերանից վարար գետի նման կհոսա տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը։ Լավ եղեք, ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Բարի գիշեր ձեզ։